Սահմանամերձ Կիրանցի նորաբաց դպրոցի մարզադաշտում առաջին մրցաշարն է անցկացվում։ Պայքարի մեջ 4 թիմ է՝ Սարիգյուղը, Կիրանցը, Բերքաբերն ու Ծաղկավանը։ Լավագույնի գավաթի համար պայքարող բոլոր թիմերը սահմանամերձ գյուղերից են։ 44-օրյա պատերազմի հերոս Աբգար Նազարյանի գավաթ դպրոցական մրցաշարը Կիրանցում անցկացնել է եւս իր խորհուրդն ունի։ Սա Աբգարի հայրենի գյուղն է։ Ինչպես տեսնում եք, հայ-ադրբեջանական սահմանագծում հնարավոր եղավ կազմակերպել այս գեղեցիկ միջոցառումը։ Այս միջոցառումը բացի ֆուտբոլային է, նաև սոցիալական ազուտեն առումով, որ մենք սահմանամերձ գյուղերի դպրոցների երեխեքի համար կարեցանք այսպես մի հատ միջոցառում։ Թիմերը մարտական էին տրամադրված, փոքրիկ ֆուտբոլիստներն էլ պայքարում էին ոչ միայն գավաթի, այլ նաև լավագույն ֆուտբոլիստի, ռմբարկուի, պաշտպանի, դարպասապահի տիտղոսների համար։ Կազմակերպիչներն այս եւ նման մրցաշարերը սպորտայինից զատ կարևորում են նաև մեկ այլ նպատակով։ Այն եւս մեկ առիթ է հիշելու հայրենիքի համար կյանքը չխնայած տղաների սխրանքը։ Երեխեքի մոտ շատ մեծ ոգևորություն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս գյուղում, հարևան գյուղերում սպորտային եւ մնացած կյանքը ավելի ակտիվ լինի, ավելի աշխուժ լինի եւ շատ կարեւորում եմ եւ ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ հանդես եկավ Նիկար ֆուտբոլային ակումբը, որին ես իհարկե չէի կարող չմիանալ։ Այս միջոցառումը հիմա էլ որ նայում եմ երեխեքի ուրախությունը, հույզերը, պայքարը, կիրքը, հասկանում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որ այս մրցաշարը կազմակերպել եմ եւ հուսով եմ, որ կդառնա ամենամյա ավանդական մրցաշար։ Իսկ լավագույնի գավաթը բաժին հասավ Սարիգյուղի թիմին, հաջորդում էին Կիրանցը, Բերքաբերն ու Ծաղկավանը։ Հաջորդ տարիների համար նպատակադրված են ընդլայնել միջոցառման սահմանները եւ ավելացնել մասնակից թիմերի քանակը։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։